Նաև Հայաստանը այսօր բավականին հայտնի է, այսինքն ես ինչքան որ իմ դիտարկմամբ տեսնում եմ, հայտնի է որպես պլաստիկ վիրաբուժության, էսթետիկ կոսմետոլոգիայի ուղղություն օտարերկրյա քաղաքացիների համար, կուզենայի իմանալ այս մասով մենք ինչ գործողություններ անում ենք, եթե անում ենք այդպիսին, ուզուտ հետաքրքիր է։ Մենք հիմա այո, մենք հիմա UN туриզմի հետ ֆորում ենք անելու Հայաստանում, որովհետև UN туриզմը նաև գնահատել է, տեսել է, թե ինչ հնարավորություններ կան։ Նորից մի քիչ ստացվում է մենք էկոնոմիկայի նախարարության մասին շատ ենք խոսում, բայց պետք է ուղիղ ասեմ, այսօր Հայաստանում չկա մի որևէ նորմալ բժշկական կենտրոն, պետական եւ մասնավոր, որտեղ գնված ամենավերջին տեխնոլոգիական սարքերը էկոնոմիկայի նախարարության արտադրողականության խթանման ծրագրով չի գնալ։ Բոլոր սարքերը, այդ թանկարժեք այդ Siemens-ները, բաները, որ նկարում են, տարբեր տեսակի բուժումներ են անում եւ այլն, այդ բոլոր սարքերը $100,000 սարքեր են դրանք, ես շատ չեմ հասկանում, ուղղակի գներն եմ տեսնում, տենց $100,000, $200,000 եւ այլն, կատեի սարքեր եւ այլ սարքեր, այդ բոլոր սարքերը, ինչքան հայտնի բժշկական կենտրոններ կա Հայաստանում, ինչքան նոր տեխնոլոգիա կա, էկոնոմիկայի նախարարության արտադրողականության խթանման ծրագրով են ձեռք բերել եւ ձեռք են բերում եւ տեսեք հիմա ինչ էֆեկտ ունի։ Իրանք ձեռք են բերում այդ սարքավորումները, այդ սարքավորումների միջոցով բարձրորակ ծառայություն են կարող մատուցեն մեր քաղաքացիներին։ Այդ սարքավորումների միջոցով է, որ այսօր առողջապահության համապարփակ ապահովագրությունը մտել է ու մեծ արժեքով խնդրեմ չկա, մարդիկ գնում են, սպասարկվում են, այսինքն ամենա $100,000 սարքավորումներով օգտվում են անվճար ապահովագրության միջոցով եւ այդ սարքավորումները այնքան բարձր մակարդակի են, այնքան առաջադեմ են, որ այսօր մեր մի շարք բժշկական կենտրոններ իրենք հնարավորություն ունեն նաև եւ անում են արտերկրից մեծականակ զբոսաշրջային առողջապահության զբոսաշրջային հոսքեր ընդունելու եւ սպասարկելու եւ դա է պատճառը որ մենք նաեւ ունենք նախաձեռնություն ամերիկյան ընկերության կողմից որը հիմա ծրագիր է գրում այսինքն ինքը ծրագիրը կապելու է ամեն ինչ ներառելու է սկսած հիվանդին ուրեմն ենթադրենք Միացյալ Նահանգներից կամ որևէ Մերձավոր Արևելքի երկրից վերցնում են բերում են Հայաստանի Հանրապետություն հիվանդանոցից հետո ուրեմն մինչև այդ հյուրանոց կամ դրանից հետո հյուրանոց հետո ուրեմն էլի վերականգնողական ասենք օրինակ կգնա ջերմուկ կամ դիլիջան վերականգնողական ուրեմն կուրսերի այսինքն այս ամբողջ ցանկը լինելու է բացարձակապես թվայնացված հիմա թվային ծրագիրը գրելու process-ում ենք զուգահեռ անելու ենք իրավական փոփոխություններ որպեսզի դրա համար անհրաժեշտ իրավական բազա ստեղծենք, կգանք շուտով նաև այդ առաջարկով եւ սրան եւ շատ ուրախ եմ, որ եւ բժշկական համայնքը եւ զբոսաշրջության մեջ ներգրաված համայնքը եւ այդ մասնավոր ընկերությունը իրենք եւ առողջապահության նախարարությունը շատ կոնկրետ հետաքրքրված են այս ծրագրով եւ ես կարծում եմ, որ մենք շուտով արդյունքներ կունենանք, մենք մի համաժողով նախորդ տարի արել ենք առողջապահության նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, զբոսաշրջության կոմիտե, մասնավոր հատված, այդ թվում ԲԿ-ներ եւ հյուրանոցներ եւ այլն։ Սփյուռքի գլխավոր հանձնակազմը, այսինքն այս կազմով հաջորդը արդեն մեկ մակարդակ բարձր UN туриզմի հետ ենք անելու եւ UN туриզմի նախագահի հետ արդեն ունենք այդ պայմանավորվածությունը եւ Հայաստանում այդպիսի խոշոր համաժողով ենք անելու։